սահմանափակին, որտեղ ամբողջ օրը կարող եք դրական։ Հարգարժան դատարան, այս միջնորդությանը ես չէի կարող չանդրադառնալ, քանի որ վստահ եմ, որ այս միջնորդության շահառու եմ ես եւ այդ միջնորդությունը ինձ էր վերաբերվում մասամբ։ Նայեք ընտիրը որն է, առաջի օրից ասել ենք, մենք արժանապատիվ նամուս թասիվ ունեցող մարդիկ ենք, ես ստեղ ոչ թե եկել ենք մեր հադրողների հետ կռիվ անենք, հարգարժան դատարան ձեր հետ կռիվ անենք, քավլիցի այդպիսի մտադրություն չունենք եւ պատշաճ վարքագիք դիտենք դրսևորել, այնինչ որ այս դալիճում տեղի ունեցել, եղել է մեր արժանապատվությունը պայլում ենք դարձի պայլու համար։ Նայեք, իմ գործընկերը ազգային ժողովում հարց է տալիս քննչական կոմիտեի նախագահին, այս մեր գործի հետ կապված քննչական կոմիտեի նախագահան իրան թույլ է տալիս, ասում եմ, ես ունեմ անձամբ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական սխեմա։ Հիմա ես ասում եմ, ինքը սուտ է ասել։ Հիմա որ սուտ ասել, չասենք սուտ ասել։ Հիմա պրոստիտուտան կասել, անջատեք միկրոֆոնը գործի։ Իհարկե գործի հետ կապ չունի, քննչական կոմիտեի սուտ խոսալը գործի հետ կապ չունի։ Բայց մարդը սուտ է խոսած, հիմա եթե ուզում եք հարգարժան մեղադրողներ, ստեղ այդպիսի բաներ չլինի, մենք այս միջնորդություն արեք գրեք քննչականի կոմիտեին, ասեք ամբախ զամբախ մի խոսացեք հմեկում, մի խոսացեք ազգային ժողովում, անկեղծ եմ ասում, մենք խնդիր չունենք, մեր խնդիրն է, մեզ պաշտպանելն է։ Հիմա դուք մեզ ասում եք ահաբեկիչ, պատկերացնում եք իմ աղջիկները գնում են դպրոց եւ ընդ մեկը կարասի այս են ահաբեկիչի աղջիկ, դուք պատկերացնում եք սրանից վատ մեղադրանք կա կամ վիրավորանք կա, հիմա դրանից հետո ասում եք հələ մենք վարշի չխոսակել, ուրեմն մենք խոսալու ենք ու պայելու ենք մեր արժանապատվությունը, մենք չունենք անձնական ձեր հետ խնդիր, ձեր ընտանիքների հետ խնդիր, մենք պահում ենք մեր արժանապատվությունը, ինչպես պահել ենք ամբողջ մեր կյանքում։ Հիմա մի փորձեք, մի հատ միջնորդություն անեք, բայց ես շատ ուրախ եմ արգելի գործընկերների հետ միջնորդության համար, որ մեր պայքարը տեղին է, որ մենք միջնորդություն են արել։ Շնորհակալություն։ Հարգարժան դատարան։ Արգելի մեղադրել մեկ վարքյան